2 ամիս է դուք խուսափում եք ուղիղ հնչեցնել կաթողիկոսի անունը եւ պասիվ եք սուրբ եւ անմահ պատարագներին մասնակցելուց, արդյոք սա խոսում է ստրատեգիական ձախողումների մասին, նշանակում է, որ սկզբում մեղադրում էիք կաթողիկոսին երեխա ունենալու մեջ, հետո այլ մեղադրանքներ հնչեցվեցին, արշավ սկսվեց եկեղեցու դեմ, սակայն դա էլ արդյունք չտվեց։ Ո՞րն է հաջորդ քայլը։ Եվ ոստիկանությունը 24 ժամ հսկում է Մասյացոտնի թեմը, փաստորեն ոստիկանությունը հսկում է միայն Արման Սարոյանին, այն մարդիկ, ովքեր մտնում են Մասյացոտնի թեմ, եկեղեցու տարածք, նրանց անվտանգությունը չի հսկվում եւ այսինքն ընտրովի է ոստիկանության աշխատանքը, այն մոմավաճառը, որը պաշտպանում է կարելի ասել Արման Սարոյանին, կարող է խփել տեսախցիկին, միկրոֆոնին, անվայելուչ բառեր ասել լրագրողներին, սակայն դա ոստիկանների աչքից վրիպի։ Ոստիկանությունը ապահովում է դատարանի որոշման կատարումը, ինչ վերաբերում այն պասիվությանը, որտեղ եք տեսեին պասիվությունը, այսինքն ինչ նշանակում պասիվ են պատարակների ժամանակ։ Եվ երկրորդը կտրիչ ներսանին, ես կաթողիկոս շատ վաղուց չեմ համարում, այնպես որ ոչ մի նորություն չկա։